Ֆիզիկայի գիտավանի հետ կապված նույն այդ շղթայի շարունակությունը ցավոք դարձավ, այստեղ ուրեմն հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինի յուրացման ուրեմն գործընթացի հետ գործ ունենք, որպեսզի հետքը կորսվի, թե ով է յուրացրել եւ ինչ գներով մի խոսքով դրանք հայտնի մեխանիզմներ են եւ սխեմաներ եւ արդեն կրկին 2019-20 թվականներին բնակիչները տեղեկացան, որ մի հատվածում ֆիզիկայի գիտավանի նոր բարձրահարկի շինարարություն է նախատեսվում եւ եղավ մեր պայքարը, դատական գործերը, որոշների թիրախում, այո, ես այնտեղ քրեական վարույթ կար, որը որ բարեբախտաբար չհասավ դատարան եւ կարճվեց մինչեւ դա զրպարտությունների գործեր եւ ակնհայտ է, որ հա ինչ որ այսպես իրավական, ֆինանսական մաշվածության հասցնելու նպատակ կա այս ամեն ինչի հետևում, ես լինելով մի քիչ ավելի լայն լսարանով քաղաքացիով ակտիվ հանրային գործունեությամբ է զբաղվել, հավանաբար այդ պատճառով հայտնվեցի ավելի թիրախում եւ վաստակեցի այս դատական գործերը։ Կարծում եմ չափազանցրած չենք լինի, որ ասենք, որ հա, բնականաբար միտումը հենց լրացնելն է, պետք է ասեմ անգամ այդ քրեական վարույթը, որը բավականին անհիմներ, դա անգամ հնարավորություն էր տվել մեր տանը խուզարկություն իրականացնել եւ շատ տհաճ տեսարաններ, երբ պարզապես տակնու վրա արեցին ամբողջ բնակարան այդ խուզարկության ընթացքում, բնականաբար կարելի է պատկերացնել, թե ինչքան ճնշող եւ տհաճ կարող է լինել այդ process-ը եւ դրան ներկա լինելը եւ նմանապես նաեւ այս զրպարտությունների վարույթները բնականաբար որոշակի ֆինանսական պահանջ են ներկայացնում եւ այդ դատավարությունները եւ ինձ համար սա առաջին անգամ էր, երբ ես հայտնվում եմ այսպես դատավարությունների թիրախում, սկզբում մի քիչ անհանգստացնող էր, ճնշող էր, բայց պետք է ասեմ համայնքը այս պարագայում նույնպես համախմբված է, ես միայնակ չեմ, թե պաշտպանության գործում, թե նիստերին ներկա գտնվելու պարագայում համայնքը միշտ ինձ հետ է եւ այդ առումով ես ինձ ոչ մենակ եմ զգում, ոչ այսպես ճնշված կամ թիրախավորված որպես այդպեսին եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ վստահ եմ, որ ոչ բոլոր ակտիվ քաղաքացիներ ունեն այդպիսի աջակցություն, ինչպես որ մեր պարագայում է։ Այդպես ինչ որ շատ վտանգավոր գործեր չեն, գործերից մեկը ես շահել եմ, հետո մի կետով նորից քննության է ներկայացվել, այսինքն հասկանալի է, որ սա ժամանակ ձգելու քաղաքացուն հավելյալ այսպես զբաղվածության, ծանրաբեռնվածության տակ պահելու նպատակ է հետապնդում։ Մի քիչ անհավանական էր թվում, որ կառուցապատող կազմակերպությունը այսքան ջանք կդնի մի քաղաքացու այսքան ուրեմն շարունակական ճնշումների ենթարկելու, այսպես ասենք, եւ չգիտեմ, գուցե կարող ենք ենթադրել, որ սա իրենց նպատակը չի, այլ կան այլ մարդիկ, ովքեր նման նպատակ են հետապնդում, որպեսզի ես որպես քաղաքացի ավելի լայն հարցերով լռեմ, գուցե, բայց իհարկե նման նպատակի որևէ առումով, այդ նպատակի առումով որևէ հաջողություն չկա։ Հասկանալի է, որ ինչ որ գործընթացներ են, որոնք որ դաս են նաև հանդիսանում, շատ ավելի շրջահայաց ես դառնում, ավելի զգուշավոր ես դառնում խնդիրները բարձրաձայնելիս, բայց իհարկե չես դադարում դա անել։